Star News-ը հետևել է երգիչ Սարգիս Եղիազարյանի ինստագրամյան էջին, որտեղ նա հուզիչ հրապարակում է արել։ Կիսվել իր և Տիգրան Եգանյանի համատեղ լուսանկարով։ Լուսանկարին կից երգիչը գրել է հուզիչ խոսքեր. «Տիկ ջան, Եգանյան ջան, իմ ավագ ընկեր, քեզ շատ ենք կարոտում ու շատ է երևում քո տեղը բոլորիս կյանքում։ Արդեն 1 տարի ֆիզիկապես մեր հետ չես, բայց միշտ մեր հետ ես», գրել է երգիչը։ Հավելենք, որ Star News-ը դեռ նախորդ տարի անդրադարձել էր նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանի մահվանը։ 2003-2007 գումարման պատգամավոր Տիգրան Ռաֆայելի Եգանյանը մահացել է Մյունխենի հիվանդանոցում։ Իսկ ավելի վաղ տեղեկացել էինք, որ մահվանից ամիսներ առաջ Տիգրան Եգանյանն ամուսնացրել էր դստերը՝ Էլենին։ Էլենի և Նելսոնի հարսանյաց արարողությունը տեղի էր ունեցել Երևանի հայտնի ռեստորաններից մեկում։ Եգանյանը ծնվել է 1978 թվականի փետրվարի 7-ին Երևանում։ 1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1999-ից 2002 թվականներին սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրայում, 2002 թվականին պաշտպանել գիտական թեզ և ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 2000-ից 2003 թվականներին աշխատել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում։ 2003-ից 2005 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի խորհրդական։ 2005 թվականին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՕԵԿ համամասնական ընտրացուցակով։ 2006 թվականի մայիսի 25-ից գործարար պատգամավորական խմբի անդամ, ԱԺ սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ էր, իսկ վերջին տարիներին զբաղվում էր գործարարությամբ։ Հատկանշական է նշել, որ Տիգրան Եգանյանը շոու բիզնեսում ուներ բազմաթիվ ընկերներ, որոնց թվում էին Արման Հովհաննիսյանը, լուսահոգի Հայկոն, Արա Մարտիրոսյանը և այլք։ Սարգիս Եղիազարյանը ևս եղել է Տիգրան Եգանյանի մտերիմ ընկերներից մեկը և, ինչպես քիչ առաջ նշեցինք, կիսվել էր իր և Տիգրանի համատեղ լուսանկարով։ Նշենք, որ երգիչ Սարգիս Եղիազարյանը նկարահանվել է Ելենա Արշակյանի «Պատվից առավել» հեռուստասերիալում, սակայն այդ ընթացքում ևս շարունակել է ակտիվ երաժշտական գործունեությամբ զբաղվել։ Իսկ Թերթ-ի հետ զրույցում երգիչը պատմել է որպես դերասան հանդես գալու դժվարությունների մասին, թիմի աջակցության, երաժշտական նախագծերի և ոչ միայն։ Երգչի խոսքով ներկայումս իր մոտ ստեղծագործական ակտիվ շրջան է, արդեն պատրաստել է երաժշտական 4 կատարում։ Ստեղծագործությունները կան, մտածում եմ, թե դրանցից որի հիման վրա տեսահոլովակ ներկայացնեմ։ Մոտ օրերս պետք է հանդիպեմ ռեժիսորին և քննարկեմ այդ հարցը։ Չնայած աշուն է, ավելի ռոմանտիկ, մեղեդային տրամադրության եղանակ, 4-ն էլ ռիթմիկ, աշխույժ ու հետաքրքիր գործեր են, ասել է երգիչն ու հավելել, որ սովորաբար նախապես չի պլանավորում, թե երբ է ներկայացնելու այս կամ այն ստեղծագործությունը։ Ըստ կատարողի, նոր երգերը ոճային առումով տարբերվում են իր նախորդ աշխատանքներից և նորովի ներկայանալու հնարավորություն տալիս։ Անդրադառնալով դերասանական կարիերային, Սարգիսն ասաց, որ սկզբնական շրջանում ինքը բախվել է որոշ բարդությունների։ Նկարահանումներն ինձ համար բավականին բարդ էին։ Դերասանության մեջ մտնելը դժվար էր այնքանով, որ նախնական վստահություն էր պետք, թե ինչպես եմ ներկայանալու։ Ճանաչելով Ելենա Արշակյանին, իմանալով նրա թիմի պրոֆեսիոնալիզմը, նկարահանվեցի։ Եթե երգիչը թերանա դերասանական ասպարեզում, հնարավոր է դա շատ վատ անդրադառնա նաև երաժշտական կարիերայի վրա։ Հրաշալի թիմի և մեր շատ լավ դերասանների խորհուրդների շնորհիվ կարողացա ճիշտ ներկայանալ։ Նախագծի երկրորդ եթերաշրջանում ևս Սարգիսը նկարահանվել է, թե ինչ զարգացումներ են լինելու հետո նա չի մանրամասնել։ Խոսելով կերպարի բնավորության մասին, Սարգիսն ասաց. «Ըստ իս, կերպարս իր բնավորությամբ վատը չէ։ Սիրող տղա է, ով պայքարում է իր սիրելի աղջկա համար։ Շատ բաներ կան, որոնք կերպարիս մեջ իմ սրտով չեն։ Օրինակ, որ շատ է պայքարում, ամեն ինչ չափ ունի։ Հեռուստադիտողներն էլ երբեմն կարծիք են հայտնում, թե բավական է այս աղջկան խանգարես։ Կերպարս սովորեցնում է, որ այդքան սիրել պետք չէ, չի գնահատվում։
Սարգիսը նշեց, որ փորձել է հասկանալ, թե ով է իր կերպարը, ինչ բնավորություն ունի, ինչ կարող է անել, ինչպես է իրեն պահում այս կամ այն իրավիճակում։ Սա շատ կարևոր է, որովհետև նկարահանման հրապարակում տարբեր իրավիճակներում պետք է քեզ դրսևորես ոչ թե այնպես, ինչպես ինքդ կանեիր, այլ այնպես, ինչպես կերպարդ դա կաներ։ Փորձել եմ դա գտնել, ամեն ինչ արել եմ, որպեսզի ստացվի։ Խաղիս մասին միշտ լավ արձագանքներ եմ լսել, ավելին, շատերին թվում է, թե ես թատերական կրթություն ունեմ։ Դեռ չեն ասել մի խաղասերիալում։ Իհարկե, վատ տեսակետներ էլ կլինեն, որովհետև ցանկացած գործ արժանանում է տարբեր կարծիքների և չի կարող միանշանակ լինել։ Կարևորում եմ այն, թե ինքս ինչ եմ ներկայացնում։ Սարգիսը դժվարացավ պատասխանել, թե ինքն ինչպես է գնահատում իր խաղը, սակայն նշեց, որ թիմն իրեն իր առաջ դրված խնդիրը լուծելու հարցում շատ է օգնում։ Շատ բան կապված է ընթացքում փորձ ձեռք բերելու հետ, որքան շատ ես նկարահանվում, այնքան ավելի լավ ես կարողանում մտնել կերպարի մեջ, հասկանալ այն, արդյունքում խաղն այնքան լավ է ստացվում։ Իհարկե, բարդություններ միշտ էլ լինում են, անկախ նրանից դերասան ես թե ոչ։ Միշտ էլ անհրաժեշտություն կա խորհրդակցել ռեժիսորի հետ։ Չեմ պատրաստվում երգը թողնել ու զբաղվել դերասանությամբ։ Ինքս ինձ դերասան չեմ համարում։ Առաջարկում ենք լսել Սարգիս Եղիազարյանի կենդանի կատարմամբ երգեր։ Նշենք, որ հոլովակներն ավելի քան 6 տարվա վաղեմություն ունեն։ Սակայն անգին աղջիկ, բոլորից անուշիկ, ինձ համար աշխարհում մի հատ ես մի հատիկ, սակայն անգին աղջիկ, բոլորից անուշիկ, ինձ համար աշխարհում մի հատ ես մի հատիկ, լալալայ, դալալայ, դի աղենթարած բլբուլ եմ, պարտեզ են պոկած սմբուլ եմ, Բաղենթարած բլբուլ եմ, պարտեզ են պոկած սմբուլ եմ, ով որ սիրտս հասկանա, ես նրան ղուրբան ուղուլ եմ։ Ես հատուկ մեր ժողովրդի համար, ովքեր մեզ հիմա հետևում են։ Ով որ սիրտս հասկանա, ես նրան ղուրբան ուղուլ եմ, շորորած նեղենա, որ ես իմ յարին եմ գովում, սիրուն էլ միք նեղենա, որ ես իմ յարին եմ գովում, դուք իմ դարդաշ չեք հասկանում, էլի յարիս եմ գովում, սիրունիկ յարիս եմ գովում, անուչիկ յարիս եմ գովում, ազնանցայն կուրը, քաղեցի գանջանուրը, Արազնանցայն կուրը, պատերազմ են գնում, բարով գնացեք, Վարդանի արյունն է ձեր մեջ իմացեք, նոր կազմավորված հայոց բանակի, առաջին զինվորն է կպարտ գնաց